Այսօր մենք զրուցելու ենք ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Նելի Դավթյանի հետ։ Այս պայն ես կընթերցեմ մեզ եւ նաեւ ձեզ ուղղված հարցերը, որոնք եւ ուղարկում են քաղաքացիների կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ համոզված եմ նաեւ ՆԳՆ միգրացիա եւ քաղաքացիության ծառայությանը։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ովքեր ունեն ընտրելու իրավունք։ Ազգային ժողովի ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներում։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին որևէ համայնքում չունի հաշվառում, արդյոք կարող է քվեարկել։ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ում 18 տարին լրացած է, ունեն քվեարկելու իրավունք, բայց կարող են թե ոչ եւ ընդգրկված են արդյոք ընտրողների ցուցակում թե ոչ, այստեղ բարձրաբանման կարիք կա։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին չունի հաշվառում որևէ համայնքում, ապա կամ պետք է, օրինակ, նախնական ցուցակներում իր անունը չի հայտնաբերելու, որովհետեւ ընդգրկված չէ ցուցակներում, եւ պետք է պարզապես հաշվառվի, իսկ ինքը կարող է հաշվառում չունենալ, որովհետեւ օրինակ սեփականատերը իրեն դուրս է գրել հաշվառումից եւ ինքը տեղյակ չէ, չնայած մենք ծանոթում ենք, բայց շատ են իրավիճակները, երբ անձը տեղյակ չէ, որ իրեն դուրս են գրել։ Կամ պետք է նորից հաշվառվի եւ նույնիսկ եթե սեփականատերը դեմ է, մենք կարող ենք իրեն հաշվառել, մենք ունենք այդ մեխանիզմները, ընթացքում նաեւ կպարզաբանենք, կամ կարող է մինչեւ քվեարկության օրվան նախորդող 12-րդ օրը ժամը 14:00-ն ոլորտի լիազոր մարմին տվյալ պարագայում միգրացիա եւ քաղաքացիական ծառայություն համապատասխան դիմում ներկայացնել, որով մենք նրան կներգրավենք իր նախընտրած ընտրատեղամասի ընտրողների ցուցակում։ Եթե քաղաքացին ունի միայն մեկ փաստաթուղթ, որի վավերականության ժամկետը լրացել է, արդյոք կարող է իրացնել իր սահմանադրական իրավունքը։ Ամեն դեպքում կարող է իրացնել իր սահմանադրական իրավունքը, եթե գերազանցում է վավերականության ժամկետը լրացած լինելու փաստը քվեարկության օրվա համեմատությամբ ավելի քան 6 ամիսները, ապա պետք է հորդորեն քիմիկվանից զբաղվել եւ պարզապես վերաթողարկել անձնագիրը, վերցնել նոր անձնագիր, նոր վավերականության ժամկետով։ Այնուամենայնիվ ես նշեմ, որ բոլոր դեպքերում անձը կարողանալու է լրացուցիչ ընտրողների ցուցակներում հայտնվելու խողովակով իրացնել իր ընտրելու իրավունքը, սակայն ստիպված է լինելու քվեարկության օրը զբաղվել է թղթաբանական հարցերով, դրա համար ենք հորդորում, որ նախապես զբաղվի։ Եթե չի փոխանակում անձնագիրը եւ արդեն քվեարկության օրն է, ուրեմն նախ պետք է անձը համապատասխան փաստաթղթերով մոտենա անձնագրային ծառայություն, փոխանակման դիմումը ներկայացնի, ստանա անձը հաստատող փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ, այն մենք անվանում ենք ձևինը, որով կկարողանա մասնակցել ընտրությանը։ Եթե քաղաքացու 18 տարին լրացել է, օրինակ մայիս ամսին, արդյոք նա լինելու է ընտրական ցուցակում։ Եթե քաղաքացու 18 տարին լրանում է նույնիսկ քվեարկության օրը, ապա նա կա ցուցակում, մենք ընդգրկելու ենք, այդ հաշվարկը նախապես է կատարվում եւ համապատասխան ուրեմն կանխատեսումների եւ հաշվարկների հիման վրա տվյալ պարագայում ընթացիկ տարվա հունիսի 7-ը ներառյալ 18 տարին լրացողները արդեն իսկ նախապես ընդգրկվում են ցուցակներում։